Միակ օրը, որ հասցնում է կալանավորված որդուն տալ հուսահատ մայրը, ալերգիաներով ու հատուկ սննդակարգով ապրող 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքում կալանքը անհամատեղելի է ուղեկցող հիվանդությունների հետ։ 2 օր պնդում են փաստաբաններն ու կալանավորված տղայի մայրը։ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Հատուկ եւ մշտական խնամքի կարիք ունի երիտասարդը, սակայն կենտրոնի առաջին ատյանի դատավոր մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է որպես աղմկահարույց գործերով իշխանահաճո որոշումներ կայացնող, հաշվի չառավ ոչ տղայի առողջական խնդիրները, ոչ էլ պաշտպանների փաստարկներն այն մասին, որ տեղի ունեցածը կազմակերպված չի եղել, չկա որևէ քաղաքական ենթատեքստ, Փաշինյանին հարված չի հասցվել։ Դատավորը մերժեց անգամ Դավիթի նկատմամբ տնային կալանք կիրառելու պաշտպանների միջնորդությունը, 18-ամյա տղային այժմ սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան։ Մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթին, իրականության հետ կապ չունի, շեշտում է փաստաբանը։ Հրել, հարվածել ու գետնին են գցել 18-ամյա երիտասարդին, սակայն նա է այսօր մեղադրյալի աթոռին։ Եզակի դեպք է, սենց դեպք մենք չենք ունեցել։ Ոչ մի արձագանք չկա, ոչ մի արձագանք, ինչ արել ես երեխեն։ Իրավական տեսանկյունից ինչ արել ես երեխեն։ Որդու երկամսյա կալանքի մասին լուրը լսելով դատարանի բակում մոր ինքնազգացողությունը վատացավ։ Դավիթին տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, դեռ մուտք չգործած կորցնում է գիտակցությունն ու տեղափոխվում հիվանդանոց։ Էջմիածին բժշկական կենտրոնում շատ կարճ պահելուց հետո նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, փաստաբանի խոսքով առանց նորմալ հետազոտելու։ Շտապողականությունը կարծում դուք եք նկատեցիք։ Կարող է մի հատ կատեի կարիք ուներ, կարող է սոնոգրաֆիայի կարիք ուներ։ Հələ բերեք ձեր այդ թղթերը տեսնենք ինչի մասին է։ 3 օրը խոսում ենք ախր այդ մասին։ Փաստաբանները Դավիթին տեղափոխող մեքենայի հետևից գնում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Հայրն ու մայրը տուն են գնում երիտասարդի առողջական խնդիրները հաստատող բժշկական փաստաթղթերը էպիկրիզները բերելու համար։ Որպեսզի որ չմտածեին, որ ինչ-որ փաստաբանական հնարքներ են գործում, անգամ ասեցինք, որ դեպքից մի շաբաթ առաջ եկեղեցում անգամ երեխան վատացել, բոլորը կարան փաստեն դրա մասին եւ այլն, կամ տարիների պատմություն ունի այս ամեն ինչը։ Քիչ անց քրեակատարողական հիմնարկ են գալիս նաև Դավիթի ծնողները հանձնուկը ձեռքներին, նրանց թույլ չեն տալիս տեսակցել տղային, դատարանի կիրառած սահմանափակումն է։ Ես հիմա իմ մտահոգությունը, իմ երեխայի առողջությունն է, իր կյանքն է, որ այս պայմանները իր առողջության ու կյանքի հետ անհամատեղելի են։ Ես դրա համար եմ խնդրել ու խնդրում եմ, որ ես կարողանամ ուղղակի հոգ տանեմ, որ իր կյանքին ոչ մի բան չսպառնա, առողջությանը։ Դավիթի հայրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին է հանձնում որդու համար պատրաստված հատուկ սնունդը։ Պաշտպանները որոշումը բողոքարկելու են, բայց մեծ ակնկալիքներ չունեն։ Այդուհանդերձ դիմում են միջադեպի օրը պատարագին մասնակցած հավատացյալներին։ Ովքեր այդ օրը գտնվել են եկեղեցում, ովքեր տեսանկարանել են եւ ունեն համապատասխան կադրեր, խնդրում եմ կապ տվեք պաշտպանական թիմի որևէ անդամի հետ եւ ձեր ունեցած տեղեկատվությունները փոխանցեք, որպեսզի ներկայացնենք վարույթ իրականացնողներին։ Ես ամեր խնդրանքը, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։ Այսի մեկ անգամ եւս փաստում է, որ այս երեխան որևէ քաղաքականության հետ կապ չունի, ինքը ձեռքի շարժումն արել է իրեն հարվածողից պաշտպանվելու նպատակով։ Այսօր տարածվեց նոր տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանին ուղեկցող ՊՊՑ աշխատակից Աշոտ Մկրտումյանը հարձակվում Դավիթի վրա ու հարվածում նրան, ինչից հետո տղան վայր է ընկնում։ Ընդ որում դա անում է այն ժամանակ, երբ կողքին գտնվող տղամարդիկ արդեն հետ էին քաշել Դավիթին։ Մինասյան եղբայրները, որ մարտի 29-ին ամեն կիրակի օրվա նման եկեղեցի էին գնացել պատարագի մասնակցելու, իրենց կամքից անկախ հայտնվեցին մեղադրյալի կարգավիճակում։ Նրանք գերազանց սովորող աշակերտներ են, որոնց նույնիսկ այս իրավիճակում կրթությունն է հետաքրքրում։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։ Ավելի ուշ փաստաբան Արմեն Մելքոնյանը տեսակցել է Դավիթին, պատմեց, որ նրա հետ խցում եւս մեկ կալանավոր կա։ Պատրաստվում են դիմել կրթության նախարարին, որպեսզի հանդես գա որպես երաշխավոր եւ միջնորդի կալանքից ազատեն դպրոցականին։
փորձի ապահովել կրթության իրավունքը, որը սահմանադրական իրավունք է, սրանից լավ վառ օրինակ նախարարի մոր երևի չի լինի։ Ինքը միակ դպրոցականն Հայաստանի Հանրապետությունում, որ այսօր կալանքում է գտնվում։ Վարույթ իրականացնող մարմին եթե քաջություն ունենա, դատախազը հսկող, կարա խափան միջոցը փոփոխի։ Այլ խափան միջոց ընտրի։ Մենք առաջարկել ենք այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ենք առաջարկել, 10 միլիոն դրամ գրավ ենք առաջարկել, տնային կալանք ենք առաջարկել, չբացակայելու արգելք ենք առաջարկել, չգիտեմ ամեն ինչ առաջարկել ենք, բայց գտնում են, որ չէ, պիտի անպայման արմավիր քերակատարողական հիմնարկի հացը ուտեր Դավիթը, գուցե զորություն ստանա դրանից ինչ իմանա։ Երևանի համար 29 ավագ դպրոցի ավարտական դասարանում սովորող Դավիթը պատրաստվում էր այս տարի դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Մինչդեռ այս պահին նա դպրոցական կրթությունը պատշաճ ավարտելու իր հասակակիցների նման վերջին զանգ տոնելու հնարավորություն չունի։ Նորմալ մարդուն դառնացնող այս փաստը կարծես թե զվարճացրել է ԿՊԱ-ականներին։ Վեդիի համայնքապետ, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը չի էլ փորձել քողարկել իր հրճվանքն այս կապակցությամբ եւ ֆեյսբուքյան գրառում է կատարել։ Ի վերջո, իրավապահ մարմիններն ինչու ընտրեցին կոշտ ճանապարհը։ Արդյոք 18-ամյա Դավիթի վրդովմունքը աղոթելիս իրեն հրմշտող անվտանգության աշխատակիցների դեմ այնքան մեծ հանցանք էր, որ արժանի էր նման դաժան պատժի։ Ավելի շատ տպավորություն է, որ սա ցուցադրական արդարադատություն է, նախազգուշական կրակոց ուղված բոլոր այն երիտասարդներին, ովքեր առաջիկա ընտրություններին ընդառաջ կհամարձակվեն հրապարակավ իրենց դժգոհությունը հայտնել Նիկոլ Փաշինյանից։